Արվեստանոցներ, փառատոններ, ներկայացումներ, հոբելյանական համերգներ, Հայաստան համահայկական հիմնադրամը մշտապես կարևորել է մշակութային կյանքի զարգացումը Հայաստանում։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի ստեղծումից մինչև մշակութային միջոցառումների իրականացում, հայկական կինոարտադրության լավագույն ֆիլմերի թվայնացումից մինչև մշակութային կրթօջախների հովանավորում։ Այս ծրագրերն իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի գործընկեր կառույցներին, որոնք իրենց առաքելությունն են իրականացնում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդերլանդերում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում և Իտալիայում։ Շնորհակալություն բոլորին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Սիրելի հայրենակիցներ, ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել այցելելով հիմնադրամի կայք էջ հիմնադրամ.org, որտեղ դուք կարող եք կատարել արագ եւ անվտանգ առցանց նվիրատվություն։ Կայք էջի դրամահավաք հարթակում donate.հիմնադրամ.org ներկայացված են Հայաստան համահայկական հիմնադրամի 2025 թվականի համար նախանշված հիմնական ծրագրերը։ Նոր ծրագրերով պարբերաբար թարմացվող հարթակը ձեզ մեր նվիրատուներին հնարավորություն կտա հանգանակության համար ընտրել իրենց համար նախընտրելի ծրագրերը, հանգանակել և հետևել իրենց նվիրաբերած գումարների հոսքին և ընթացքին։ Միանգամյա և պարբերական նվիրատվություններ կատարելու համար այցելեք դրամահավաքների հարթակ հիմնադրամ.org donate ծանոթանալով պարտադիր կետերին և պայմաններին։ Լրացրեք ձեր անուն ազգանունը, էլեկտրոնային հասցեն, ընտրեք նվիրաբերության պարբերականությունը, արժույթը, գումարի չափը, սեղմեք համաձայն եմ օգտագործման պայմաններին, իսկ եթե ցանկանում եք մնալ անանուն, սեղմեք այդ կոճակը։ Միևնույն ժամանակ նվիրատվություն կարող եք կատարել մոտենալով ցանկացած բանկ և ներկայացնելով հիմնադրամի կենտրոնական բանկի հաշվեհամարը կամ առցանց հարթակում տարբեր արժույթներով, հայփոստի ցանկացած բաժանմունքում, Երևանում և մարզերում, ինչպես նաև Telcel և EasyPay համակարգերով 8000 կարգչամարին ուղարկել ձեր անունը, նվիրաբերելով 1000 դրամ կամ պարզապես այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի գրասենյակ կանխիկ նվիրատվություն կատարելու համար։ Հարցերի դեպքում զանգահարել 096 86 95 96 հեռախոսահամարին։ Շնորհակալություն քեզ համար Հայաստան հեռուստամարաթոնին միանալու և նվիրատվություն կատարելու համար։ Հայաստան համահայկական հիմնադրամը կարևորելով մշակույթի դերն ինչպես քաղաքակրթական մակարդակում, այնպես էլ ազգապահպանության գործում, իր առաջնահերթ խնդիրներից է համարում գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը, ընդհուպ մինչև տարաբնույթ շինարարական աշխատանքներ տանելով մշակութային օջախներում, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ։ Հիմնադրամը մշտապես կանգնած է կարևորագույն մշակութային իրադարձությունների կողքին, որոնք նպաստում են ոչ միայն ազգային մշակույթի զարգացմանը, այլև միտված են մեր երկրում միջազգային մակարդակի միջոցառումների անցկացմանը։ Այդ օրինակ նախաձեռնություններից է աշխարհահռչակ շանսոնյե Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԱԿԲԱ բանկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ մեծ վարպետի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների մշակումներով Ազնավուրյանը ալբոմի թողարկումն ու պրեմիերան։ Ալբոմում ընդգրկված ստեղծագործությունները ձայնագրվել են Երևանում և Փարիզում, թողարկվել աշխարհահռչակ Deutsche Grammophon ընկերության պիտակի ներքո։ Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, աշխարհահռչակ ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոման և հրավիրյալ արտիստներ։ Ձայնագրությունն իրականացվել է տասակի գրեմմագիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալտշերի կողմից և 2024 թվականի մայիսի 17-ից հասանելի է ընկերության կայք էջում ու բոլոր հայտնի երաժշտական հարթակներում, շանսոնյեի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնելով նրա հավերժական երաժշտությունը։ Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ երաժշտասերների համար հնչել են ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականի հունիսի 7-ից 14-ին Երևանում արվեստի բաց հարթակ կազմակերպության կամերային կինոսրահում կայացավ կարճ ֆիլմերի մեկ կադր միջազգային 22-րդ փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 17 երկրներից 510 ֆիլմեր, որոնցից մրցութային անվանակարգում ցուցադրվել 150-ը։ Փառատոնը ունի նաև զրո բյուջե ֆիլմարտադրության աջակցման հարթակ մրցույթ, որի մրցակցային ֆոնդի հովանավորն է Հայաստան համահայկական հիմնադրամը։
Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցույթային կարգով ցուցադրվել են գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի են ունեցել քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների եւ հայկական կինոդաշտում հաջողված նախաձեռնությունների ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում եւ հնարավորությունների ներկայացում։ Հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել նաև հոկտեմբերի 20-ից 26-ը Երևանում կայացած Ռեանիմանիա պատկերապատման արվեստի եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնին, որի շրջանակում հյուրընկալվել էին ավելի քան 250 անիմացիոն ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի եւ այլ հեղինակավոր փառատոններում։ Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել պրեմիերաներ, անցկացվել են անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ավելի քան 35 հեղինակավոր ներկայացուցիչների հետ։ Այս տարի հիմնադրամի ֆինանսավորմամբ Համազգային թատրոնի խաղացանկը համալրվեց նոր ներկայացումներով։ Հովանես Թումանյանի Տերն ու ծառան, Հանս Քրիստիան Անդերսոնի Ծերուկն իր գործը գիտի, ինչպես նաև հայ մեծանուն դերասան վարպետ Սոս Սարգսյանի 95-ամյակին նվիրված ներկայացմամբ, որի հիմքում հենց Սոս Սարգսյանի լակոտը վիպակն է։ Երեխաների եւ տարիքից անկախ հոգով մանուկների համար նախատեսված Տերն ու ծառան Նարինե Գրիգորյանի բեմադրած առաջին հեքիաթն է, իսկ լակոտը ներկայացումը նրա եւ Անդրանիկ Միքայելյանի համատեղ բեմադրությունն է, որը նաեւ ներկայացման գլխավոր դերակատարն է։ Լակոտը ներկայացմանը բեմադրիչները մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ, որ ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես Սոս Սարգսյանը կհավաներ։ Ուսուցչից Սարգսյանից ստացած հմտությունները Գրիգորյանը իր աշակերտին Միքայելյանին է փոխանցել, եւ երկու սերունդների համագործակցությամբ ստացվել է հուզիչ ու գեղեցիկ պատմություն։ Շատ կարևոր նախագիծ տեղի ունեցավ եւ մեծ հաջողություններ նվագախմբի համար։ Նվագախմբի համար Շարլ Ազնավուրի անունը շատ կարևոր է, հատկանշական է եւ շատ ջերմ հիշում ենք աշխատանքը մայստրոյի հետ, բայց նվագախմբի մեծ ցանկությունն էր, որ Շարլ Ազնավուրի ժառանգությունը լինի ոչ միայն այն արտիստը, որը որ երգում է կամ որի մենք բոլորը սիրում ենք, նաեւ որպես հեղինակ, որպես կոմպոզիտոր եւ մեծ գաղափար կար, որ մայստրո Ազնավուրի մեղեդիները, որոնք որ մենք շատ սիրում ենք, սիմֆոնիկ նվագախումբը կարողանա ձայնագրել, ներկայացնել որպես ստեղծագործ մարդ, որը որ փոխեց մեր պատկերացումը մեր հնարավորությունների մասին եւ Կամիլ Տոման, մեր նվագախմբի լավագույն ընկերներից մեկը, շատ հայտնի թավջութակարի համաձայնեց ձայնագրել ամբողջ ալբոմը մայստրոյի երգերի մեղեդիները մշակած թավջութակի եւ նվագախմբի համար եւ շատ շնորհակալ եմ Հայաստան համայնքային հիմնադրամին եւ Ակբա բանկին, որոնք որ պատկերացրեցին, որ մեծ երազելը իրականանալի է եւ կարողացանք դա իրագործել, որովհետեւ Deutsche Grammophon-ը, որը որ երաժշտական աշխարհում մեծագույն պիտակն է, որը որ տալիս է որակ, որը որ մարդիկ չեն քննարկում եւ դա մեծագույն ձեռքբերում է մեր նվագախմբի համար, ոչ միայն Հայաստանում, այլ շատ ավելի մեծ կարող ներկայացնել, համաձայնեց թողարկել եւ Կամիլ Տոմա Սիմֆոնիկ նվագախումբ, Շարլ Ազնավուր, 100-ամյակ, միջազգային երևույթ, հաջողություն եւ միանշանակ դա մեր բոլորիս մեծ ձեռքբերումն է եւ նորից ուզում ասեմ շատ շնորհակալություն Հայաստան համայնքային հիմնադրամին, որտեղ նման գաղափարներն են, որ համախմբում են եւ այսօր աշխարհում կա մի product, այդպես կարելի ասել, որը որ Շարլ Ազնավուրի ամենահայտնի մեղեդիներն են սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ինստրումենտալ կատարում, որը որ կարող են լսել ամբողջ աշխարհում, ոչ միայն հայկական աշխարհում, շատ ավելի մեծ, այսինքն ստեղծվել է product, որը որ շատ ավելի մեծ է, քան Հայաստանը, մեր ամբողջ հայությունը աշխարհում շատ ավելի մեծ եւ շատ ավելի գլոբալ մտածելու հնարավորություն ունեցանք, դրա համար շատ շնորհակալ եմ։ Գաղափարը ծնվեց Շարլ Ազնավուրին պատկերացնել եւ ներկայացնել որպես հեղինակ, որպես կոմպոզիտոր եւ մեծ նախագիծը, մեծ գաղափարը կիսվեց 3 փուլի՝ ձայնագրություն, համերգ եւ կոլեկցիոն վինիլների թողարկում, որը որ նույնպես շատ կարևոր է Շարլ Ազնավուրի 100-ամյակը նշելով, տոնելով եւ ժառանգություն թողնելով, քանի որ
մենք խոսում ենք մարդու մասին, որի երաժշտությունը նաև կարող է լինել սիմֆոնիկ։ Մենք չենք պատկերացնում, բայց ձայնագրությունը մարդիկ երբ կլսեն ձայնագրությունը եւ կպատկերացնեն, որ թավջութակ, դա շատ են դա խոսում նաև թավջութակ, որն ավելի մոտիկ մարդու ձայնին, դա նաև նույնպես տենց սիմվոլիկ երևույթ է, որ թավջութակը այն գործիքն է, որը կարող է առաջինը դելնել այդ շարլազնավոր սիմֆոնիկ ազնավոր պատկերացման մեջ եւ կարծում դա նույնպես որպես երաժիշտ կարծում դա մեծ ձեռբերում էր եւ միանշանակ կարելի ասել որ նախագիծը ստացված է։ Այժմ մենք կզրուցենք Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Գրիգորյան, հիմնադրամի ֆինանսավորմամբ ինչ նոր ներկայացումներով է համալրվել Համազգային թատրոնը։ Համազգային թատրոնի 33-րդ թատերաշրջանը նվիրվում էր Սոս Սարգսյանի 95-ամյակին եւ իսկապես մեծ ցանկություն կար բեմադրելու Սոս Սարգսյանի Լակոտը վիպակը։ Եվ իսկ բեմադրելու համար իհարկե միջոցներ են պետք եւ ուզում եմ շատ շնորհակալություն ասել հայկական հիմնադրամին, որովհետեւ իրենց աջակցության շնորհիվ կարողացանք եւ շատ գեղեցիկ թատերաշրջան բացել, որովհետեւ շատ գեղեցիկ ներկայացում է ստացվել եւ դա փաստում է բազմաթիվ հանդիսատեսը ամենամիշ 4 անգամ դնում ենք ներկայացումը եւ նաեւ արեցինք մանկական ներկայացում Հովանես Թումանյան եւ Անդերսեն երկու հեքիաթ, կարելի ասել երկու ներկայացում են առաջին գործողություն եւ երկրորդ կոչվում է բարկանում ես, որովհետեւ ընդհանում հարցականով բարկանում ես, որովհետեւ ընդհանուր թեման բարկանալու մասին է, որ երբ զսպում ես բարկանալը իրականում կարող ես շատ օգտվել հնարավորություններից, քան երբ այդ պահին ջղայնանում ես։ Եվ այդպես երկու շատ գեղեցիկ նոր ներկայացումներ հայտնվեցին, ավելին մենք մանկական խաղացանք չունեինք եւ սա ինձ համար ամենակարևորն էր, որ հիմա մեր խաղացանկում կա մանկական ներկայացում եւ դա իհարկե կհամալրվի, արդեն կունենանք նաեւ մեր հանդիսատեսի արդեն նաեւ մանուկներին համապատասխան ներկայացումներ։ Իսկ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, ինչ եք կարծում։ Ես հույս եմ։ Գոնե թե լիահույս եք։ Ես լիահույս եմ։ Եղավ, շնորհակալ եմ Տիկին Շնորհակալ եմ։ Ես օժանդակում եմ։ Ես ստեղծագործում եմ։ Այս պահին ես կզրուցեմ Ռեա փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու հետ։ Պարոն Քասունի, որքանով է կարևոր նման փառատոնների իրականացումը Հայաստանում։ Ընդհանրապես այսպիսի փառատոնների իրականացնելը Հայաստանում կարևոր է այն առումով, որ թեպի աբական նայող ծրագիրներ կան այնտեղ եւ նոր սերունդին դալիս է ներուժ մանավանդ օրինակ խոսենք անիմացիայի եւ կոմիքս արվեստի բարակային անիմացիոն ֆիլմը ունենալով ժառանգ Հայաստանում 85 տարի է պլյուս պատմություն եւ փառատոնը եւ փառատոնի միջոցով մենք նաեւ աբակա սերունդին ենք ճանապարհ բացում հանրայնացնում ենք նախ մեր ազգային ժառանգությունը միջազգային հարթակներում եւ բացի ժառանգությունը հանրայնացնելուց նաև նոր սերունդին տալիս ենք հնարավորություն համագործակցելու, համարտադրելու միջազգային մասնակիցների հետ եւ ինչի մասին նաև մենք համագործակցում ենք համահայկական հիմնադրամի հետ, նույնն էլ պատկերապատման արվեստի ու մեջ այդպես մեր ներդրումը որպես փառատոն բացի որ մենք միջազգային մասնակիցներն ենք հրավիրում Հայաստան այլ նաև մեր ազգային եւ մեր նոր սերունդի նկարիչներին եւ պատկերապատման արվեստի մասնակիցներին հնարավորություն ենք տալիս նաև միջազգային հարթակներում ներկայանան եւ համագործակցին Շատ լավ, նաև կասեք հիմնադրամի ներգրավվածությունը փառատոնին Հիմնադրամի ներգրավվածությունը շատ կարևոր է, ինչպես նշեցի մի քիչ առաջ երևի արդեն բաղակիցները բացեցի, որ մենք միշտ ժառանգության վրա ենք կենտրոնացած, բայց այստեղ նաև մենք հիմնադրամի հետ այդպիսի պայմանավորություն կարող եմ ասել ցերկ ենք բերել այն առումով, որ թեպի աբական ենք նայում եւ առաջին հերթին համագործակցում ենք աջակցելու
անիմացիոն ֆիլմերի համարտադրության նախագծի շուրջ, որը կոչվում է Correct Co-Production Platform կամ հարթակ, որտեղ հայ մասնակիցները ներկայացնելով իրենց նախագծերը մենք հրավիրում ենք միջազգային պրոդյուսերներ եւ արտադրողներ եւ իրենց նախագծերին ծանոթանալով ընտրում են իրենց լավագույն սիրելի նախագիծը համարտադրելու եւ մենք այդ համագործակցության շնորհիվ աջակցություն ենք տալի նյութական իրենց նախագծերը զարգացնելու եւ ապակած իրենց համագործակցության մեջ օգտագործելու։ Երկրորդը, որ շատ կարեւոր նաեւ մի հատ այս տարի նաեւ այդ ուղղությունը բացեցինք եւ սկսեցինք կոմիքսի կամ պատկերապատման արվեստի մեջ, քանի որ մենք միշտ խոսում ենք զարգացնել ազգային պատկերապատումը կամ կոմիքս արվեստը, գիրքերը, սակայն թերևս ենք մեր գրատարաններում, մեր գրախանութներում այդպիսի շատ նմուշներ չկան։ Եվ կոմիքս, ռիա կոմիքս նախագիծը կամ ռիա պատկերապատման մատենաշարի գաղափարը ներկայացրեցի, որը բաղկանում են դրանից, որ միջազգային մասնակիցների գիրքերը այսպես ասած նովելներ կամ վեբեր պատկերապատված թարգմանել հայերենի եւ ներկայացնել մեր հանրությանը, մեր ընթերցասերներին եւ այդ նախագիծը այս տարի արդեն մենք ունենք 2 գիրք, որոնք թարգմանել մեկը Գերմանիայից, մեկը ֆրանսերենից թարգմանում ենք եւ արդեն շուտով գրախանութներում կլինի եւ շատ մատչելի ձևով հասանելի կլինի բոլոր ուսանողներին եւ նաեւ ընթերցողներին։ Սրանով մենք նաեւ ոչ թե միայն խոսում ենք թե բացակայ է եւ թշկողում ենք թե ինչ ենք մենք փաստողնում, այլ նաեւ դալիս ենք խնդրի լուծումը, թե ինչպես կարող ենք այդ զարգացումները ցերկ բերել եւ հիմնադրամի ներդրումը այստեղ աջակցությունը հենց այս կարևոր թիրախների վրա է։ Մեկ անիմացիոն ոլորտում միջազգային համարտադրության, երկրորդը կոմիքսի բարակային միջազգային փորձը ներս բերել եւ այստեղից հետո հաջորդ քայլը իհարկե ազգայինը միջազգայնացնել։ Շնորհակալություն շատ։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Ռեա փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու հետ։ Հայաստան համահայկական հիմնադրամը Արտվազիս արվեստային եւ կուրատորական անկախ նախաձեռնության հետ համագործակցությամբ հիմնադրամի կողմից Գյումրու մուշ թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերում իրականացնում է Գյումրի Air ծրագիրը։ Գործող արվեստանոցներն արդեն հասցրել են հյուրընկալել բազմաթիվ արվեստի գործիչների թե արտասահմանից եւ թե Հայաստանից։ Հրավիրյալ արվեստագետները օգտագործում են արվեստանոցը համայնքի հետ աշխատելու, համատեղ նախաձեռնություններ եւ տարբեր նախագծեր միասին իրականացնելու համար։ Այդպիսով տնակավաններից քարե բնակարաններ տեղափոխված երեխաների մոտ առաջանում է հետազոտական հմտություն, ցանկություն է առաջանում սովորելու։ Արվեստի միջոցով ստեղծվում է հայացքների մի ամբողջ համակարգ։ Նրանց փոխանցվում են մտածելու հմտություններ, որոնք հետագայում նրանք կարող են կիրառել կյանքի տարբեր ոլորտներում։ Հիմնադրամի եւ Արտբազիսի համագործակցության շրջանակում մասնակցել է ավելի քան 30 արվեստագետ։ Ծրագրի արդյունավետության արդյունքում հիմնադրամը նախատեսում է նորակառույց շենքերի տարածքում կառուցել եւս մեկ մշակութային տարածք՝ Արցախի մշակութային ժառանգության կենտրոն, բնակելի ավան, 7 եռահարկ շենք Արցախցի 14 գորգագործ ընտանիքների համար, իսկ դրանցից մեկ եռահարկ կենտրոն գորգագործության արհեստանոց արտադրամասով, ցուցասրահով ու սրճարանով, որը կծառայի ձեռագերտ արցախյան գորգերի ցուցադրմանն ու վաճառքին։ Բնակելի ավան արհեստանոցը կդառնա Գյումրիի զբոսաշրջության նոր ու կարևոր վայրերից մեկը։ Արհեստների այս ավանը հնարավորություն կտա 14 արցախցի գորգագործ ընտանիքների ապահովել բնակարանով, աշխատանքով ու կայուն եկամուտով։